Ողջույն սիրելի ընկերներ, ես Ստելլա Սարուխանյանն եմ, ներկայացնում եմ Հայ գյուղը։ Կան այնպիսի ուղիղ եթերներ, որոնք պետք է տվյալ պահին հասունանան կամ ցանկություն ունենաս խոսելու, եւ հատուկ ես վերնագրի հատվածում գրեցի բան չի փոխվել, որովհետև սա արդեն ծամծմված բառակապակցություն է, արտահայտություն է, նախադասություն է, որը շատ հաճախ ընթերցում ենք համացանցի այս կամ այն գեարման կամ մեկնաբանության հատվածում։ Ովքեր չգիտեն, ես բնակվում եմ Շենգավիթ համայնքի նոր Խարբերդ թաղամասում եւ այստեղ արդեն բնակվում ենք մոտ 20 տարի եւ վերադառնալով 20 տարիների անցած ճանապարհին շատ հակիրճ, բայց արդյունավետ փորձելու եմ ձեզ այդ ճանապարհը, տարիների անցած ճանապարհը ներկայացնել, երբ որ 20 տարի առաջ եկանք այստեղ, անգամ ծնողներս զարմացան, որ եկել ենք մի այնպիսի համայնք, որը ես համեմատում էի, ովքեր դիտել են ամերիկյան ֆիլմը 13 կվարտալ, կհիշեք, որ պետքա կվարտալը վերացնեին բնակիչներով հանդերձ եւ նոր Խարբերդը հենց այդ թաղամասն էր, որը հիշեցնում էր շատ հեռավոր կորած, չգիտեմ ինչի հետ էլ համեմատեմ, երևի մի սարսափելի տեսարան էր, շատ տներում չէին բնակվում, հիմնականում քանի որ ամառանոցները տրվել էին դեռ խորհրդային Հայաստանի տարիներին, կոլխոզ-սովխոզների ժամանակ որպես հողաշնորհում եւ ամեն երկրորդ-երրորդ դուռը փակ էր։ Եվ այն տարիներին, երբ որ մենք եկել էինք, պետք է ասեմ, որ ոչ միայն ասֆալտապատում չկար, սարսափելի վիճակ էր, փողոցներում աղբ էր թափված, իհարկե ամեն մարդ իր աշխարհը ստեղծում է եւ մենք մեր բակը գեղեցիկ, արդեն բակը շատերը տեսել եք, գեղեցիկ կառուցեցինք կամաց-կամաց եւ մեզ համար իմ Խարբերդը, իմ ստեղծած Խարբերդը գեղեցիկ էր, գունավոր, արևոտ, այնտեղ գալիս էին մեր ընկերները, բայց ընդհանուր առմամբ պատկերը վատն էր եւ այդ ժամանակ քաղաքապետն էր Տարոն Մարգարյանը, երբ որ մենք էինք տեղափոխվել այստեղ եւ նշեմ, որ Խարբերդը այս 20 տարիների ընթացքում գազ չի ունեցել։ Երբ որ ես գնում եմ որևէ մի հեռավոր, օրինակ 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղ եւ ինձ այնտեղ ասում են գազ չկա, ես ասում եմ մենք գրեթե նույն պայմանում ենք ապրում, որովհետև մենք գազ չունենք, ոչ միայն մենք գազ չունենք, մենք 20 տարի շարունակ ունեցել ենք ջուրը առավոտյան 2 ժամ եւ երեկոյան 2 ժամ, այս պահին էլ դա այդպես է, բայց հեսա կանդրադառնամ ջրի հարցին։ Երբ որ քաղաքապետն էր Տարոն Մարգարյանը եւ ես եւ նրան եմ հարգանքով վերաբերել եւ մեր բոլոր քաղաքապետերին, այն ժամանակ եկավ վառեց մեր գազի օլիմպիական ջահ հիշեցնող կամ ջահը հենց հիշեցնողը չէ, հենց օլիմպիական ջահը Խարբերդի երանություն էր բնակիչների համար, իդեպ բնակիչներով համալրվել է, դատարկ տուն չկա, տները թանկացել են, հրաշալի թաղամասի ենք վերածվել, բայց այն ժամանակ այդ սարսափելի Խարբերդում երանություն էր, որ Տարոն Մարգարյանը եկավ, վառեց ջահը եւ բարև ձեզ, վառեց ջահը եւ խոստացավ, որ մենք գազ ենք ունենալու, դա խոսում եմ մոտ 17-18 տարի առաջվա մասին եւ այստեղ պետքա Կառլսոնի մուլտիկը հիշեմ, մուլտֆիլմը, որ съел варенье, улетел через окно и обещал вернуться։ Կերավ, վառեց ջահը եւ գնաց խոստանալով մեկ, որ գազ կունենանք եւ չունեցանք։ Եղավ հեղափոխություն, եղավ իշխանափոխություն, ուրախություն բոլորիս եւ Խարբերդում արդեն այդ հեղափոխության շունչը զգացվեց, մենք ունեցանք աղբատար մեքենա, աղբար գղեր փողոցներում եւ աղբը արդեն մեր պատի տակ չէին թողնում եւ մենք չէինք մեր մեքենայով տանում թափում մեր ամբողջ թաղամասի աղբը, այլ արգղերի մեջ էր, դա արդեն Մարության Հայկ քաղաքապետի օրոք էր, այդ ժամանակից սկսվեց եւ մենք ուրախացել ենք, շատ էինք ուրախացել, այսինքն ինչքան քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար, բնականաբար դա անում է կառավարությունը, բայց եկավ մեր հարգարժան պարոն Մարությանը քաղաքապետ, վառեց ջահը օլիմպիական Խարբերդի խոստանալով մեզ գազ եւ կրկին պետք է ասեմ, հիշեմ Կառլսոնին,
կերավ, վառեց ջահը, улетел через окно и обещал вернуться։ Եվ մենք չունեցանք գազ։ Եվ այդպես սպասումով հաջորդ ջահակիրը, որ եղավ, դա ով ջահը վառեց, ներողություն, հաջորդ քաղաքապետն էր Տիգրան Ավինյանը եւ նա էլ եկավ վառեց եւ խոստացավ եւ մենք դեռ գազ չունենք, բայց մենք ունենք արդեն գազատար խողովակներ, որը իհարկե էլի խոստացել էին, որ պետք է ունենանք 25 թվականին, այսինքն բոլորս պլանավորել էինք, ուրախացել էինք, բայց պարզվեց, որ 25 թվականին էլ չենք ունենալու։ Ամեն դեպքում խողովակները արդեն հույս են, հիմա պետք է անդրադառնամ թաղապետերին։ Թաղապետերի առումով ինձ համար, որպես թաղապետի կերպար, իդեպ նշեմ, որ ի տարբերություն շատ մարդկանց, ովքեր իրենց հույզերը կառավարել չգիտեն եւ կարող են չմտածված խոսել կամ գրառում կատարել, որի համար միգուցե հետո վատ զգան, բայց այդ վատ զգալուց հետո էլ չկարողանան արտահայտվել։ Ես սիրում եմ, սովորել եմ եւ այդպիսի մի դպրոց եմ անցել, որ պետք է լռեմ այնքան ժամանակ, մինչեւ կրքերը հանդարտվեն եւ դու լսելի լինես եւ քո խոսքը տեղ հասնի, այլ նման չլինի կամ շոուի կամ բորբոքված մարդու հույզերի արտահայտման։ Նոր Խարբերդում արդեն չեմ հիշում նախորդ թաղապետը ով էր եւ ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ Ռազմիկ Մկրտչյանին անդրադառնալ, նկատի ունեմ Մկրտչյանից առաջ։ Մեր համայնքը սկսել է ժպտալ, երբ որ մեր թաղապետը եղել է Ռազմիկ Մկրտչյանը եւ նրա օրոք բավականին աշխատանքներ են տեղի ունեցել, տեսեք, երբ որ մենք ասում ենք ինչ որ մի բան պետք է անի քաղաքապետարանը, բայց պատասխանատուն թաղապետն է, այսինքն ծնողը, չէ, երբ որ գյուղերի մասին խոսում եմ, ասում եմ գյուղապետը եւ կարծիք իմանալու համար Facebook-յան գրառումներ ու ստատուսներ պետք չեն։ Պետք է ինչ որ մեկը գա, շրջի տարածքով եւ զրուցի բնակիչների հետ։ Չկա մի բնակիչ, ով չասի, որ գոհ է եղել Ռազմիկ Մկրտչյանից, չկա մի բնակիչ, ես շատ ժամանակ առ ժամանակ էլ զրուցում եմ, չկա մի բնակիչ, որ դիմաց լինի ինչ որ հարցով եւ նա օգտակար եղած չլինի։ Եվ այստեղ պիտի հիշատակեմ մեր Նարեկի տունը, որի կառուցման process-ին դուք բոլորդ ներկա եք, բավականին օգտակար եղավ Մկրտչյան Ռազմիկը թե ջրի առումով, ջուր ունենալու, այսինքն գրառումների, զանգերի, բնակիչի հետ կապված հոգատարության եւ ռոկման ջրի եւ հոսանքի, այսինքն բավականին օգնեց այդ հարցերում, որի համար շնորհակալ ենք եւ այն ժամանակ էլ գրել էի, բայց ուզում եմ ասեմ այն 13 կվարտալ ֆիլմի կերպար Խարբերդը բավականին փոխվեց եւ բավականին հաջող տեսք ստացավ, հոգի ստացավ Մկրտչյան Ռազմիկի շնորհիվ։ Եվ ես մի քանի անգամ եմ գրառում կատարել այս թեմայով ժամանակ առ ժամանակ եւ նշել եմ նրան եւ շնորհակալությունս եմ հայտնել եւ շատ ափսոսանք եմ ապրել այն ընթացքը։ Այս էլ է մեր Խարբերդի մի մասն է։ Մենք չենք տուգանում մեր փողոցներում, բարձր երաժշտություն լսելու համար ժպտում ենք եւ մեքենան անցնում է։ Այս էլ հումորային մի դրվագ էր։ Շատ ափսոսացել եմ պատմությունների համար, որ տեղի էր ունենում Մկրտչյան Ռազմիկի հետ կապված եւ քանի որ առավել եւս քաղաքականության հետ ոչ մի կապ չունեմ, քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում եւ երազում եմ տեսնել նույն կուսակցության ցանկացած, էլի պետք է նշեմ, որ կապ չունի, որ նույն կուսակցության 2-3 մարդ, որ նրանք իրար բարին են ցանկանում, լավն են կամենում, ընկերություն են անում, ցավոք սրտի դեռ թիմային այդ մտածելակերպը մեր մոտ չկա եւ երևի դա ոչ միայն կուսակցություններում է, իսկ Մկրտչյանի հետ կապված ուզում եմ ասել, որ եթե պետք է Խարբերդը աճեր, օրինակ այս աճը գրանցեր
10 տարվա ընթացքում, նրա շնորհիվ 1-2 տարվա ընթացքում բավականին փոփոխություն ունեցանք եւ երկար տարիներ, արդեն մի քանի տարի է մենք պարոն Մկրտչյանի հետ ենք ընկերներ, Ռազմիկ Մկրտչյանի հոր, Սամվել Մկրտչյանի հետ, ով էլի հրաշալի անձնավորություն, պատրաստական եւ երբեմն ասում ենք, որ Թումասին կարծիք կազմելիս պետք է նաև ծնողին նայես, ես միշտ եւ հիացմունքով եմ խոսել եւ նրանց կազմակերպչական ձիրքը եւ շնորհքը եւ մոտեցումը եւ դաստիարակությունը։ Այս մասով ուղղակի շատ էի ցանկանում կիսվել եւ բոլոր բնակիչների անունից ասել շնորհակալություն, ցավում եմ տեղի ունեցածների համար եւ գիտեմ, որ ունենք արդեն նոր թաղապետ Տիգրանը Գաբրելյան, ով էլի շատ վաղեմի ընկեր է, ընտանիքի ընկեր է, հուսամ, որ նա էլ կգերազանցի Ռազմիկին Մկրտչյան եւ մեր Խարբերդը մի օր կդառնա լավագույնը եւ ես սիրով կգամ եւ կասեմ ես Ստելլա Սարուխանյանն եմ եւ մեծ հպարտությամբ ու պատվով ներկայացնում եմ Խարբերդ համայնքը։ Պարզապես քաղաքապետարանին էլ դիմելով, քանի որ մենք պատկանում ենք Երևան քաղաքին, ուզում եմ հիշեցնել, որ Երևան քաղաքը դա հյուսիսային պողոտան եւ կենտրոնի հարակից մասերը չեն։ Երևան քաղաքը եւ մասիվներն են, եւ հեռավոր Արվարձան թաղամասերն են, եւ նոր Խարբերդն է, եւ յուրաքանչյուր բնակիչ ձեզ համար պետք է կարևոր լինի եւ թե Խարբերդի բնակիչը, թե կենտրոնի պետք է լինեն հավասար։ Ամեն դեպքում շնորհակալություն եւ շնորհակալ ենք հեղափոխությանը, հետ հեղափոխական Խարբերդին եւ այս մասում ուզում եմ ինչու էի որոշել այսքան կան գառ ունեցանք այս ընթացքում, այնքան բան ենք ունեցել, լուսավորություն, որ երբեք չի եղել, ցուցանակն է փոխվել, այս ամբողջը Մկրտչյանի ժամանակ շենգավիթ է գրված եւ այսօր ուղակի դուրս էի եկել, որ ճանապարհվեմ, բայց ինքնաբուխ ցանկացա կիսվել ձեզ հետ։ Մեր փողոցը, քանի որ տարանցիկ փողոց չէ եւ այն կողմը արդեն անցնել հնարավոր չէ, էլի ջանք ու եռանդ չեն խնայել մեր թաղապետարանը, իհարկե արդեն հիմա այս պահին Գաբրելյան Տիգրանի ղեկավարությամբ ու էլի պետք է ասեմ շնորհակալություն, օգտագործվել է ասֆալտի քերուկը եւ այս միջանկյալ փողոցներում, նաեւ ուզում եմ ցույց տամ ինչ վիճակ է եղել մինչ այդ, այսինքն պատկերացնում եք, չէ, ինչքան ցեխ է եղել, երբ որ դու քաղաքից գալիս ես ու այս հատվածում արդեն ցեխոտ մտնում ես տուն։ Բայց հիմա մեր փողոցն այլևս ցեխոտ չի եւ ես ամեն փոքր բանի համար ուրախանում եմ եւ այս տարբերակում պետք է նաեւ նշեմ ու հիշատակեմ Հունանյան Արմենին եւ ասեմ շնորհակալություն Հունանյան Արմենը Շենգավիթ համայնքի կոմունալի պետն է եւ երբ որ այս քերուկը ասֆալտի լցնում էին մեր փողոց, դա 2 օր առաջ էր, այս մնացած հատվածի համար այսօր են բերել, բայց Արմենը մինչև առավոտյան 6-ը այստեղ կանգնած թաղի բոլոր տղամարդկանց հետ, իմ ամուսնու հետ եւ այստեղ չի եղել, նաեւ ասեմ, որ գործել է թիմային ու ընկերական այդ միասնությունը, որովհետև բոլորը պատրաստական էին, բոլորը ամեն մեկը ձեռք էր մեկնում, ով ինչով կարողանում էր օգտակար էր լինում եւ չէին ասում ուրեմն դա պետության գործն է, պետությունը պետք է անի։ Սա պետության գործ չէ եւ պետությունը մեզնից յուրաքանչյուրս ենք, այսինքն ոչ միայն պետության, եթե այդպես ենք ընկալում, պետք է մեզ էլ ընկալենք որպես պետության մի մասնիկ եւ մեր այս ամբողջ փողոցի տղաները ամեն մեկը մի բահ ձեռքներին եւ օգնում էին եւ աշխատակիցները եւ Արմենը Հունանյան մինչ լուսաբաց մնաց այստեղ։ Որոշել էի ջրին էլ անդրադառնամ եւ այսքանով սահմանափակեմ ու սա շատ հակիրճ ինֆորմացիա էր մեր Խարբերդի իրականության մասին։ Մինուսներ էլ ունենք իհարկե, ջուրը առայժմ առավոտյան եւ երեկոյան է եւ մենք ունենք գառն ու ջուր, բայց մեր շատ սիրելի Վիոլա ջուրը եկավ մեզ խաբեց, փոխեց խողովակները եւ խոստացավ, որ մենք ջուր կունենանք у Эли Карлсони հեքիաթի նման съел варенье, улетел через окно и обещал вернуться։ Եվ ունենք ոստիկանական բաժանմունք հիշեցնող մի շենք, որը
կառուցվել է դեռ մի 10 տարի առաջ, պարզապես շինություն, եւ մենք հասկանում ենք, որ դա պետության փողերով, պետության բյուջեով, յուրաքանչյուրիս հարկերով եւ այդ շինությունում երբեք ոչ մի ոստիկան չի նստել եւ Խարբերդը որպես ավելի ոչ կենտրոն համայնք, կարծում եմ, այստեղ ոստիկանությունն էլ իր գործը պետք է ունենա, ավելի հսկողություն լինի եւ ի զարմանս կամ ի չզարմանս ինձ, որովհետեւ ես այլևս ոչինչի վրա չեմ զարմանում, մեր այդ ոստիկանական բաժանմունքը, որ տեղադրել են 16 փողոցի սկզբնամասում, կոտրել են ապակին, այսինքն պետության գույքը եւ անգամ գողացել են օդորակիչը։ Հուսամ, որ այս հարցն էլ կկարգավորվի առաջիկայում եւ մեր նոր թաղապետը այս ուղղությամբ էլ աշխատանք կտանի, որպեսզի մենք ունենանք ոստիկանական բաժանմունք, գոնե հերթապահող ներողություն, գոնե հերթապահող ոստիկաններ, որովհետև հենց համազգեստից, ոստիկանի կերպարից արդեն գոնե մարդիկ իրենց ավելի զգաստ են պահում եւ համայնքում էլ ավելի կարգ ու կանոն է լինում։ Ամեն դեպքում ուզում եմ դրական նոտայի վրա իմ շնորհակալությունները հայտնելով ձեզնից յուրաքանչյուրին, որ հետևում եք իմ ուղիղ եթերներին, մեր համայնքապետարանին, թաղապետարանին, թիմին, աշխատակիցներին ասեմ շնորհակալություն կառավարությանը եւ հիշեցնեմ, որ ես անկուսակցական եմ, պետականամետ եմ, իշխանամետ եմ, առաջին օրից քայլել եմ վարչապետ Փաշինյանի հետ, նրա կողքով, դիմացի մայթով, Տիկին Աննայիս կողքով եւ մինչ օրս եւ հավիտյանս հավիտենից։ Սիրում եմ բոլորիդ եւ ասում եմ ամենալավն ու բարին եւ արեւ ձեզ։